Սիրելիներ, քիչ առաջ ուրեմն այս պատմությունը լսեցի, որը շատ յուրահատուկ պատմություն է, այսպիսի բան ոչ ոք չէր սպասում, տուն գնալիս անհետացավ, հաջորդ օրը պարզվեց մի սարսափելի բան։ Ուրեմն այս աղջիկա մասին է իրական պատմություն է, այս տեսանյութը տեղադրված է Աստծո թագավորություն եկեղեցու կողմից, քիչ առաջ լսեցի, շատ յուրահատուկ պատմություն է։ Սիրելիներ, ես այս տեսանյութի սիրկան կտեղադրեմ, պարտադիր լսեք։ Շատ կարևոր տեսանյութ է։ Ու ով ինչ հասկացավ այս պատմությունից, պարտադիր գրեք մենությունների մեջ։ Եվ ցավը գիտեք որն է, որ սերիալներ են տեղադրում 100,000-ավոր դիտումներ է լինում, որտեղ կա մարտահրավերություն, սերիալական շնություն, անշնորհք բառեր, բայց մարդիկ չափազանց շատ են դիտում։ Իսկ նման տեսանյութերը, որոնք իրական պատմություններ են ու շատ ուսուցողական, շատ քչերն են դիտում։ Պարտադիր դիտեք, սիրելիներ։ Մեկ էլ մի տեսանյութ էլ նայեցի, նոր, պարտադիր դիտեք, պարտադիր ամեն մեկը դիտեք, պատահական չէր, որ Տերս ինձ այսօր այդ պատմությունը դիտել տվեց։ Պատմություն սխալ ասացի, այլ այս կինոնկարը Ապոկալիպսիս Սատանայի այցը քահանային, այս 4-րդ մասն եմ նոր դիտել։ Ու իրականում այստեղ կարող եք տեսնել, թե Սատանան ինչպես կարող է մեզ մոլորեցնել, եթե Աստծո ձայնը լավ չենք լսում, իր սխալ հայտնություններով, եւ ինչպես կարող ենք խաբված լինել ամեն ժամանակ։ Սիրելիներ, այս պատմությունները լսեք, որովհետև Տերս ինչ պատրաստում է, որպեսզի շատ խորը բաներ բացահայտեմ, բացատրեմ երազների, մարգարեությունների ու մեկնությունների հետ կապված։ Պարզապես այս երկու տեսանյութն էլ դիտեք, մինչև ես կպատրաստվեմ Տիրոջով, որպեսզի անձամբ ներկայանալով ձեզ շատ խորհուրդներ ասեմ, խորություններ ասեմ, շատ գաղտնիքներ ասեմ բոլոր այն մարդկանց, ովքեր որ իրականում Տիրոջ մեջ կանչված են։ Ես այս երկու տեսանյութերի սիլկանել իմ տեսանյութից ներքևում կտեղադրեմ։ Պարտադիր կխնդրեմ դիտեք։ Մինչև ես անձամբ ձեզ հետ կկիսվեմ մարգարեությունների ու երազների, տեսիլքների ու հայտնությունների հետ կապված, որոնց միջոցով այսօր Սատանան մոլորեցնում է այն մարդկանց, որոնք որ անձամբ Աստծո հետ սերտ փոխհարաբերություններ չունեն։ Ինչևէ, դիտեք մինչ մյուս տեսանյութեր տեղադրելս։